Բարի սիրելի հետևորդներ, իմ օնլայն դարձած ընտանիքն եք դուք, որ հեռակա իրար հետ շփվում ենք, նայում եք, դիտում եք ինձ միայն մի տարբերությամբ, որ ես ձեզ չեմ տեսնում, բայց հետևորդներ ունեմ, որ հանդիպում եմ, ծանոթանում եմ, որի համար շատ ուրախ եմ ես, օրեցօր այս ընտանիքը, բանակը կարելի է ասել մեծանում է, իմ հետևորդների թիվը ավելանում է, որի համար ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ, որ ինձ դիտում եք, բաժանորդագրվում եք, լայքում եք և տարածում եք իմ ալիքը, շատ ուրախ եմ։ Այսօր ասեմ, որ մի քիչ լավ եմ, ոնց որ տենց ավելի թեթևացած զգամ ինձ, մարմնիս այդ ծանրությունը վերացել է, շատ թեյեր խմեցի, ու այդ դեղը օգտագործեցի, լավ էր, տենց բարեբախտաբար հազ բան չառաջացավ մոտս, այսօր էլի շատ գործեր ունեմ, դուրս գամ պատշգամբ լվացքը փռեմ, եկել են կառալյոկի ջրերը պետք է սեղմեմ, փափկացնեմ, 3/4-ը փափկեցրել եմ ու եղեգնաձորել չեմ գնում, որ կառալյոկ բերեմ, քիչ կլինի ջիրս, չգիտեմ, մի օր պետք է հարմարացնեմ, որ գնամ բերեմ, խոսում եմ ու մոռացել եմ կոֆեն լցնեմ, հեսա ջուրը կեռա և ես կոֆեն չեմ լցնում, հա իմ կոֆեի փոքր գթալը, որ ես թողում եմ այդ ամանի մեջ, երևի, այստեղ է մնացել։ Սա շատ հարմար չափ է ու թողնում եմ մեջը։ Երկու բաժակ ռաստում իմ և Աշոտի համար։ Լիլիթն էլ արդեն դպրոցում է, պարտաճանաչ գնում է դպրոց։ Չի սիրում ուշանալ, որ ասեմ, երևի շենքի երեխաներից ամենաառաջինը Լիլիթն է գնում։ Մտածում է, որ ինքը կուշանա դպրոցից։ Մեծ հավեսով, հաճույքով գնում է, առանց տրտնջալու, նույնիսկ իր հացով նուտելա է սարքում, վերցնում է, հետը տանում է, ու ասեմ, որ ես տանից սնունդ տանելու տարբերակը ավելի ճիշտ է, որովհետև պատահել է, որ հին պիցաներ են եղել, երեխաները կերել են, մի քիչ խնդիրներ են առաջացել, դրա համար ես էլ պատրաստում եմ, ավելի լավ է տանից տանի, կոֆես էլ կլինի, ես մեր շենքի դիմացը լավ մասուրներ կան, մի քիչ եղանակը բացվի, իշնեմ մասուր հավաքեմ, խմենք, տեսնենք ինչ ենք անում, հազար գործ, հիմա կասեք Նազո քո գործերը չեն վերջանում, ոչ իմ գործերին բրծում չկա, ես դնեմ աչքի դեմ, սրանց ջուրը նորից փոխեմ, պատկերացնում եք քանի օր, որ մնացել են, մենակ ջուրն եմ փոխում, մի կարելի է կտրել մի քիչ փոքր, ծաղկամանի մեջ դնել, երկար մնացող ծաղիկներ իրոք, կարելի է, եթե ինչ որտեղ ծաղիկներ ենք տանում նվիրում, կարելի է հենց այս տեսակի ծաղիկներից տանել, որովհետև երկարակյաց են, կյանքը երկար է, ծաղիկ կա, որ դնում ես ծաղկամանի մեջ, հաջորդ օրը թառամում է, այն որ ափսոսդ գալիս է, իսկ այս ծաղիկների հետ ներկայությունը երկար վայելեցինք, հիմա մտածում եմ, ասում եմ, կարող է Արտաշատից են նվիրել, դրա համար է տենց երկար մնում, իհարկե կատակ տեսակից է, տեսակից ծաղկի, ուրեմն ինչ եմ անում, ես ջրերս խաղողի հավաքեմ, մեղուները մարլայից, ոնց որ ուզում են ներխուժել, բայց լավ էլ չորացել է, մեղուները մենակ չկծեն, մնացածը հեչ,
Այդ տես մեջը մեղուկը։ Կրետ, մեղուկ չէ, ոյ, եկա, իրանց պաշարը տանում եմ, ինչ էլ ռիսկով եմ, այս մարլան բացեմ, ա, մեջն են է, վերջում մի հատ կկծեն, զգուշ, նազա, զգուշ, ահա, եկան, համպերեք հեսա կտանեմ, դուք է կպրծնեք ես էլ, ոյ, ահա, լավել չորացել է, գրում եք նազես եղանակին խաղողը կչորանա, իհարկե նայեք տեսեք դրսում ոնց է չորացել, հիմա հատերը կառանձնացնեմ, մի հատ է կլցնեմ ջրի ապարատը ու վսյո, հիմա սրանք էլ տրորեմ, պոկեմ, եկան կառալյոկների վրա, ահա, այսպես պետք է սեղմեմ, ինչ է պինդո, որ մեջը թուլանա ավելի լավ է, համով է լինում, որ չսեղմենք, տենց պինդեմ մնալու է ու դա էլ բորբոսնելու արդյունք է դառնում, որ գրում եք ինչու է ճիրը բորբոսնում, այս չսեղմելու պատճառով պետք է լավ սեղմեք, որ այդ միջի կոշտությունը վերանա, պես էլ է գործ է, հատ պատկերացրու են շատ արողներ ամբողջ օր այս գործի զբաղմունքի վրա են, պետք է սեղմեն, Ես սկզբի օրերը չէր լինում սեղմվել, հիմա արդեն լավ է լինում է։ Եղանատն է մեկ ամպա, մեկ արև, գլուխ չես անում, երևի հանձրև կգա, չեմ անում, ներքևի մասուրները պետք է գնամ քաղեմ, մոտա, ցուրտ էլ լինի, ինչ է լինի, շոր հագնեմ, գնամ քաղեմ, Այսել, սրանք արել են, փափուկ են, լավ է, այսել եմ արա, այսել, հա, մնաց ես մի երկուսը, վերջ լավ է, մնացածները արդեն փափուկ են, ձեռքի հետ այսպես ամեն օր կպտտեմ, սրանք 3 եմ արել, լավ է, նայեք իշքան փափուկ, այսպես փափուկ պետք է լինի, Եվ վերջես էլ չրերը, պարապ ժամանակի խաղալիք էլ իսես գանք, կանգնենք, զբաղվենք, տրորենք, բայց դե հիմա պարապ չեմ, առավոտ շուտ է, լիքը տան գործել, էփել թխել թափել, էփածը թափել, այդտենց բաներ, ռայլա անպած, ահա, տխուր եղանակ, բայց շատ լավ աշուն արեց իրոք, հեն որ տակ, ամենակարևորը տակ աշուն, տեսարանն էլ գեղեցիկ, ծառերը դեղնած, իրոք գոհենք, ձմեռն էլ տակ լինի, լավ է։ Փլավ եմ պատրաստում, սպիտակ փլավ, ջուրը եռում է, մի գթալ աղ լցնեմ,
մի գթալել քիչա գթալել լվան բերեմ խառնեմ քիչ եմ պատրաստում որովհետև 3 հոգով ենք մի անգամվա ուտելու համար չմնա, հա։ Թող եռա։ Լցրեցի, եռալը դադարեց երել, արդեն պատրաստ են չամիչն է, բայց այս չամիչը մի հատ տաք ջրով կլվանամ, կփռեմ կչորանա, նոր կլցնեմ տոպրակը, շատ լավ եղել է, փայլուն, բայց քան սա էլ էս վերջի պատրաստածն է, ահա, տեսեք ինչ լավ չորացել է, ասենք ձեռքի հետ պետք է պոկեմ, սա ավելի երկար էր, հատերը, այսենց պոկեմ, առանձնացնեմ, տեսեք ինչ լավ է, շատ լավն է, չէ, փայլուն, բայց դեռ չի չորացել, սպաս եմ պատրաստում, արդեն մաքրել եմ, լվանամ ու ջուրն էլ այսան կյառա նորից նոր անջատվեց մի հատ ձու 2 գթալ ալյուր թեթև գթալ իհարկե Մարիանն է իմացում մի քիչ էլ թթվասեր կա բանկայրակը Աբջուր եմ լցնում Համել սառնարանը կազատվի այս փոքր բաներից են որ ամեն մեկի մեջ մի քիչ մնում է սա էլ այսպես անենք թող մաքրվի սա այսպես Սրանք այստեղից վերցնեմ ինչ չխանգարի կարմիր բիբար է պետք է սարքեմ հենա լվացել եմ կտրատել եմ համել շատ եմ սարքելու սարցախցիկ էլ դնեմ Թող սպասը եռա, ես էլ այստեղ ես չրերով զբաղվեմ, հենց մի անգամից մաքրեմ, լցնեմ, որ դնեմ չրի ապարատով չորանա։ Սա ավելի քողծր, այն հենց քողծր աղել, որտեղ խաղողը քողծր էր։ Լավ էլ ճիշտ ժամանակին եկա, մի քիչ կամացանեմ չթափի, սկսեց եռալ։ Ահա, ես էլ պոկեմ լցնեմ, ինչ երկարու կա։ Ոչերը հետո։ Ապրի մարալը, բերեսյանը։ Չրի ապարատն է չի ազատվում, այն մեկը հանեցի, սրանք եմ դնում, վերջում հենց վերջացնեմ, նոր կլվանամ, կդնեմ իրա տեղը, տարվա փակումը կանենք, իսկ հիմա դեռ բացման մեջ է։ Շատ եմ ուրախանում, որ ինչ-որ մեկը ինձանից հարցնում է բաղադրատոմս և այս տարի էլ իմ հետևորդների
շատերը արդեն Messenger-ով գրել են ինձ, որ ու նկարել են նույնիսկ, որ սուջուխը պատրաստել են, շարոցը ու շատ լավ է եղել։ Իմ բաղադրատոմսով եմ պատրաստել, չնայած ես դեռ չեմ պատրաստել, շուտ է։ Դեկտեմբերի սկիզբ կպատրաստեմ 4 հատ։ Լավ է, հավաքեմ իրար վրա, տանեմ, միացնեմ։ Մի օրից ինձ թվում է կչորանա, որտեվ իրանք արդեն դրսում չորացել են։ Եվ ասեմ, որ դուրսն է դնենք, էլի չորանալու է, այնպես որ ուշ չէ, կարող եք դուք էլ սարքել, գրել, հարցրել եք, ես էլ պատասխանում եմ։ Տաք ջրով մի հատ լվանամ, լավ, ամենաեռման աստիճանով լվանամ, այդ վրայի փոշին, բան մաքրվի ու փռեմ սինիի մեջ չորանա, լցնեմ տոպրակը ու դնեմ սառնարանք։ Ինքը լվանալուց մի քիչ սպիտակում է, բայց հետո կփայլի, իր փայլը գույնը տեսքը կգա տեղը, կարևորը որ մաքուր է, աշոտն էլ գողացավ, նոր էի լվացե, փոշմանեցիր, հեշտ է, բացում եմ ու հանում, մենակ թե պետրուշկա չգա, սպասի համը փոխվի, պետրուշկաները հանեմ, Լիլիթը սովորել է այս համին, ուրիշ համ որ լինում է խոսքի մանդակով եմ պատրաստում, նեխուրով, Լիլիթը չի ուտում, սիրում է համեմով։ Աղն եմ լցնում, 2 թեթև թեյ գթալ, մի փոքրիկ կտոր կարակ, ցում եմ պարտադիր, և անջատում եմ ու փակում, հիմա տեսնեմ կգան կուտեն, լցնեմ, եթե չէ, ես իմ գործը անեմ, սխտորը մաքրեմ, կարմիր բիբարը սարքեմ, շոտ ջան, հիմա ասեք ումը իչքան, ինձի շատ, հա, ինձի քիչ, Լիլուշս, մի հատ արի էլի, վերջը կեզ ուղարկեց խանութ, ով ալարի, ոչ դալարի, ինչը, կանաչին, հա, աղը պակաս էր, я աղնա պակաս, я մաղնա պակաս լինի, խաշի տալեն կեկով է, շոտ կոյպած կոֆեն ենք խմում, ես էլ չեմ միացրե, չեղավ, բաժակները, այսօր էլ հյուրասենյակում կոֆե խմենք, ինչ կլինի, թող տապակվի էսի, հենալ մի անգամ, ենք, ես մեր խամյակի հետ, ինչ լավն է բայց, ինքան եմ սիրում, ինչ մուկիկին, Դայ, Արի, կաղան բա, հա մեծ եք, արդեն մի քանի անգամ տապակել եմ և շերտ լցրել եմ աղը, պետրուշկան, սխտորը, անջատում եմ և սա վերջին շերտն է, սա էլ եղավ, աղ եմ լցնում, ասեմ, որ շատ չի, միշտ էլ այս տարբերակով եմ պատրաստում, աղը տեղն է լինում, հյութի աղը աղի չի դարձնում, միշտ էլ ասել եմ, փոքր էլ սխտոր,
մանր եմ կտրատում, չեմ ճզմում, որ շատ տենց սխտորի համը արտահայտիչ չլինի։ Եվ վերջում էլ պետրուշկա։ Ինչպես տեսնում եք, ես օգտվում եմ բանկայում պահած կանաչիներից, ասեմ, որ հեշտ տարբերակ է, լվացած, պատրաստ, հանում ես ու լցնում քո ուտելիքի, ճաշատեսակի, աղցանի վրա։ Եվ վերջում էլ իր հյութը լցնում եմ վրա։ Բորշ ես սարքում։ Էլի եկար այդ տղա, չէ, կարմիր պղպեղ, դու ինձ անից լավ գիտես ինչ եմ սարքում։ Ահա, սա հիմա կսառի, նոր կդնեմ սառնարան, իսկ սառցախցիկ դնելու համար կթողնեմ սառնարանում, վաղը նոր կդնեմ սառցախցիկ։ Նով էլի հոշտ։ Իսկ սառցախցիկ դնելու համար վաղը կդնեմ, հյութը կքաշի պղպեղի մեջ։ Մատեց։ Ինչ արցիկուլն ես ուզում։ Արցիկուլ։ Աշո դու հենց ես խոհանոցում եմ, դու գալիս ես քո հումորներ։ Արցիկուլները։ Հա՞։ Դուր փակեցի, թող մնա սառի։ Աշոտը եկավ խոսցրեց, գործերս թարսվեց։ Չէ՞։ Գցի մայ արցիկուլի։ Տոր